հարգելի հայրենակիցներ, ինչպես միշտ այսօր եւս մենք մեր Telegram-յան հարթակում հարց ու պատասխանի ֆորմատով անցկացնում ենք մեր ծրագրերի եւ գաղափարների մասին հանրային քննարկումներ։ Այս տեսանյութը կտեղադրվի նաեւ YouTube, Instagram, TikTok, չնայած փոքր կարճ հատվածներով, Facebook։ Բոլորին խնդրում եմ, եթե ցանկություն կունենաք մասնակիցը դառնալու այս հանրային քննարկումներին, միանալ մեր Telegram-յան հարթակին, հղումը բոլոր տեղերում կլինի, թե Facebook-ում, թե YouTube-ում, թե Instagram-ում, թե TikTok-ում։ Այսօրվա մեր հիմնական թեման մենք ուզում ենք կառուցենք արդեն հարցերի լուծման վերաբերյալ, որովհետև մենք երեք խոսեցինք խնդիրներից, այսինքն ինչի համար է մեր մոտ այսպիսի փակ համակարգ ստեղծվում, որ ցանկացած իշխանություն, որը գալիս է մեկը մեկից վատնա, եւ երկրորդ ինչա պետք անել դրա համար, այսինքն փոքր պետական կառավարման մոդելը առաջարկեցինք մեր տեսլականը պետական կառավարման մոդելի, որպեսզի այլևս դարեդար վատ ղեկավարներ չունենանք, այլ ունենանք մեկը մեկից լավ ղեկավարներ, այսինքն պրոֆեսիոնալ կառավարում, ոչ թիմային կառավարում, անկուսակցական կառավարում եւ այլն։ Եթե թեմայի շուրջ կլինեն հարցեր, խնդրեմ կարող եք անձնական նաեւ բերել, կարող եք զանգահարել, իմ հեռախոսի համարները հասանել են բոլոր տեղերում, եթե պետք լինի կարող եք բոլոր նամակ գրել, ես իմ հեռախոսի համարը ձեզ անձնականով կփոխանցեմ։ Այսօրվա թեման թե ինչպես հասնել հաջողության, այսինքն ինչպես հասնել փոփոխությունների, այսինքն իշխանափոխության։ Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ մեր ազգաբնակչությունը արդեն ոչ մեկի չի հավատում, ընդհանրապես ոչ մեկի չի հավատում, բոլորը նույնն են եւ այլն։ Դրա համար մշակել ենք ձևաչափ, որպեսզի ազգաբնակչության մոտից այդ կարծրատիպը դուրս գա։ Այսինքն ինչպես կարա կարծրատիպը դուրս գա։ Կարծրատիպը դուրս կգա մի տարբերակով, որ դուք ճանաչեք անձամբ այն մարդուն, ով այս շարժման ակունքներում է, շարժման ակունքներում շարժումը տանում է առաջ։ Դրա համար մենք նախաձեռնում ենք ստեղծել հայափրկության, դա աշխատանքային անունակոմիտե հասկացողությունը։ Այսօր ցանկանայի խոսել հենց հատկապես այս թեմայի շուրջ, հայափրկության կոմիտեի շուրջ, թե ինչ է ինքը անից ներկայացնում, ինչու պիտի մարդիկ հավատան հայափրկության կոմիտեին, ինչով է ինքը տարբերվելու մնացածից եւ այլն։ Ինքը հայափրկության կոմիտեն նախատեսում է ունենալ 75 անկախ անդամ։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է անկախ անդամներ, որոնք չունեն իրենց վերև արդեն ղեկավարներ եւ այլն։ Յուրաքանչյուր անդամ կոմիտեի դա մեկ ձայնյա, մեկ մարդ, որը կախում չունի ոչ մեկից եւ ինքը կոմիտեի կազմում իր խղճի եւ համոզմունքների համարագտում ու համապատասխան տալիս։ Հայափրկության կոմիտեի անդամների թիվը նախատեսել ենք 75 մարդ։ Ովքեր են 75 մարդը մի հատ դրա շուրջ խոսենք։ Ուրեմն Հայաստանը ունի 49 քաղաք, Երևանը ներառյալ։ Մի պայ Երևանը մոռանանք, 48 քաղաք, ամեն քաղաքից մեկական ներկայացուցիչ։ Երևանը որպես ամենամեծ համայնք ունի 12 վարչական շրջան։ Ամեն մի վարչական շրջանից մեկական ներկայացուցիչ։ Մենք ունենք Սփյուռք, հզոր Սփյուռք։ Առաջարկում ենք Սփյուռքի ամենաշատ հայաբնակ երկրներից 10 երկրներից մեկական ներկայացուցիչ։ Մենք ունենք Արցախից տեղահանված 100,000-ից ավել մեր հայրենակիցներին։ Առաջարկում ենք 2 հոգի Արցախի ներկայացուցիչ ընդգրկել կոմիտեի կազմում։ Մենք ունենք ազգային փոքրամասնություններ, որոնք մեզ հետ հավասար հանուն հայրենիքի, հանուն մեր հայրենիքի պայքար են մղել Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ եւ բոլոր ճակատամարտերում, թեկուզ միջադեպերում, ծառայում են մեր զինված ուժերում եւ այլն։ Ազգային փոքրամասնություններից առաջարկում ենք 1 տեխնացու։ Լինելով հայ առաքելական եկեղեցու
որպես հետևորդ Հայաստանի Հանրապետությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են մեծամասնությունը, դրա համար առաջարկում ենք 1 հոգի հոգևոր առաջնորդ, հոգևորականներից 1 հոգի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ եւ համայնքական միաբանություն քաղաքական նախաձեռնության կողմից 1 ներկայացուցիչ որպես նախաձեռնող։ Ինչ է տալու հայափրկության կոմիտեն մեզ։ Առաջնահերթությունը դա մարդկանց վստահությունն է։ Նայեք, եթե ձեր քաղաքում, ձեր քաղաքի ներկայացուցիչը գտնվում է կոմիտեում, դուք արդեն քաղաքները մեր մոտ փոքր են։ Բնակչությունը մեկը մեկին ճանաչում է։ Այսինքն դուք ճանաչելով այն անձին, ով կներկայացնի ձեր քաղաքը կոմիտեում, արդեն կարող եք վստահություն կամ անվստահություն հայտնել տվյալ կոմիտեի անդամին։ Դա մեզ էլ շատ հեշտ կլինի հասկանալու, քանի որ եթե քաղաքից ներկայացուցիչ եկավ կոմիտե, բնակիչները արդեն կսկսեն մեկնաբանություններ գրել տվյալ կոմիտեի անդամի վերաբերյալ։ Շատ հանգիստ մենք կհասկանանք կոմիտեի անդամի ով լինել է շատ դեպքերում, որովհետև մենք կոմիտեն չենք համալրում մեր թիմից, մեր կազմից, կոմիտեի համար մենք զանգահարում ենք, մեզ ասում են այս մարդու զանգարեք, զանգահարում ենք եւ առաջարկում առաջ չենք ճանաչում։ Հիմնականում միտքը ինչու՞մ է կայանում, ասեք, չեք կասեք չեք ճանաչում, սա բոլորին հավաքում եք, բայց այստեղ միտքը կայանում է նրանում, որ մեր մարդիկ չեն այնտեղ, այսինքն անկախ այսինքն չկա ինչ որ մեկ էլի քաղաքական ուժ, որը թիմային պայքար է մաղում։ Մենք ուզում ենք, որ սա լինի մաքուր, անկախ, գործունյա կառույց։ Եթե կոմիտեի անդամը կներկայացվի եւ կներկայացվի կոմիտեի անդամի անունը հանրությանը, հանրությունը արդեն ինքը կտա գնահատական կոմիտեի անդամի եւ եթե բացասական շատ հայտարարություններ եղան, իհարկե կոմիտեի անդամը կփոխվի, տվյալ քաղաքի կոմիտեի անդամը կփոխվի։ Այսինքն էլի հույս ունենք, որ դուք մեզ կաջակցեք այս հարցում, գոնե մեզ իգիտություն պահելով, տեղյակ պահելով մեր կոմիտեի անդամով ինչա եւ այլն։ Դա համար առաջի հարցն է, որ դա կներկայացնի հանրության մոտ վստահություն, այսինքն իրական երրորդ ուժ, որը կարող է քաղաքական դաշտում որոշակի փոփոխություններ ակնկալել։ Երբ որ մենք հայտարարում ենք, որ այդ երրորդ ուժը կա եւ երրորդ ուժը դու ես, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բոլորը Նիկոլի կես թեզի մասին են մտածում, որ 3 միլիոն վարչապետ։ Մեր մոտ այդ սկզբունքը չի, մենք ասում ենք դու ես, քանի որ քո քաղաքից կոնկրետ կոմիտեում կա ներկայացուցիչ, որին դու ես վստահում։ Այսինքն վստահելով քո կոմիտեի անդամին, դու ինքդ մասնակցում ես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Կոմիտեն ինքնըստինքյան պիտի աշխատի հողի վրա։ Ինքը հողի վրա աշխատող կառույց պիտի լինի, որպեսզի մարդկանց կարողանա հասցնել այն ծրագրերը, որոնք որ կընդունվեն կոմիտեի կողմից։ Կոմիտեն առաջի 2-3 նիստի ժամանակ կկազմի հստակ ծրագիր, հստակ ճանապարհային քարտեզ, որը եւ կներկայացնենք հանրությանը, որից հետո հանրությունը արդեն ինքը կկատարի իր որոշումը միանա կոմիտեին, թե չմիանա կոմիտեին։ Բայց որ ստեղծվում է երրորդ ուժ, որը նախկին ներկա ոչ մեկ հետ կապ չունի եւ ինքը անկախ մարմինն է, դա միանշանակ է, որովհետեւ եթե չլիներ նման, եթե ունենենք այլ ձևաչափ, մենք մեր թիմով, հա, մեր ընկերներով, մեր մտերիմ հարազատական շրջապատով կոմիտեն հիմա վաղուց ստեղծել ենք ու նման եթերների միջոցով չենք խնդրի հայտարարություն չենք կատարել, ով ցանկանում է մասնակցել կոմիտեի գործունեությանը, խնդրեմ արձագանքեք։ Անխտիր բոլորին է դա վերաբերվում, ովքեր քաղաքական ակտիվիստներ են, ովքեր հայրենատեր են, հայրենատենչ են եւ մտածում են հայրենիքի ապագայի մասին։ Սա մի հարթակ է, որտեղ ոչ թե դու միանում ես ինչ որ մեկին, այլ դու դառնում ես կառույցի մի մաս, մեկ ձայնով, ինչպես որ բոլոր 75 անդամները։ Չենք ասում միացեք մեզ, մեզ միանալու կարիք չկա,
միացեք հարթակին, ինչպես հիմա օրինակաբար միանում եք Facebook-ին, հա, Facebook-ը ձերը չի, ինչ որ մեկի հարթակին, հա, որին բոլորս միացել ենք, կամ YouTube-յան, կամ Telegram-յան կապ չունի։ Պատկերացրեք նման մի հարթակ կա, որին ուղղակի միանում եք։ Միացեք, միասնաբար փորձենք լուծել մեր առջև ծանրացած բոլոր խնդիրները։ Երևի թե մոտավորապես դեռ այսքանը կոմիտեի հետ կապված, խնդրեմ հարց ու պատասխանի միջոցով ավելի կընդլայնենք թեման։ Խնդրեմ, եթե կան հարցեր, նախորդ ասեմ, որ Telegram-յան մեր հարթակում հիմա մենք ունենք ընկերներ, որոնք մասնակցում են, լսում են մեր ձայնագրությունը, այս եթերը հիմա մեր հետ մասնակցում են, որոնք հնարավորություն են հարց ու պատասխանի։ Խնդրեմ հարցեր, եթե կան։ Ժորժան, ոչ մեկի մոտ հարց չկա։ Լավ, երևի թե այսքանը պարզ էր, դրա համար հարցեր չունեն։ Շատ են խոսում, թե կոմիտեն ինքը իրանից ինչ պիտի ներկայացնի, ինչպիսի գործառույթներ կարող է ներկայացնել, ինչպես է կայանալու կոմիտեն ինքը իր անվտանգությունը ապահովել։ Այսինքն մենք այսօր գիտենք Հայաստանի քաղաքական իրավիճակը ինչպիսին է, շատ խոսացողների տեղը որտեղ է, ճիշտ խոսացողների տեղն էլ գիտենք որտեղ է։ Դրա համար կոմիտեն ինքը իր անվտանգությունը ապահովելու շատ հետաքրքիր միջոցառումների շարք ունի, որը իրենից ներկայացնում է ցանցային մարքեթինգի տերմիններ։ Նման է շատ ցանցային մարքեթինգի տերմինոլոգիային նման է, այսինքն ամեն մի կոմիտեի անդամ պիտի ունենա իր հետ նաև դա պարտադիր պայման է 3 հոգի վստահված մարդ, որոնց մասին ինֆորմացիան կունենա կոմիտեն ու եթե հանկարծ տվյալ կոմիտեի անդամի հետ ինչ-որ մի վատ բան պատահեց, այսինքն ձերբակալեցին, բերման ենթարկեցին եւ այլն, կոմիտեի թիվը միանգամից կավելանա 3-ով։ Այսինքն եթե իշխանությունները փորձեն արդեն կոմիտեի վրա կալանավորվեն մարդիկ կամ բերման կենթարկվեն մարդիկ, կոմիտեի թիվը կաճի 3-ով, 3-ին կկալանավորեն կաճի 9-ով, այսինքն այդ 3-ը որ կանգնած են կոմիտեի անդամի հետ, իրանք էլ ամեն մեկը պիտի ունենան 3 հոգի եւ այսպես 4 շարք մենք պիտի փակենք, որպեսզի վերջում մենք ունենանք մոտավորապես 100-120 մարդ, որ բոլորի կալանավորել հնարավոր չլինի եւ մեր մոտ չկա ոչ մի հակառույնական գործողություն, մենք այսօր մեր ծրագրերն ենք ուզում հանրությանը ներկայացնենք, որպեսզի ընտրությունների ժամանակ արդեն հանրությունը տեղյակ լինի նոր երրորդ ուժի մասին, որպեսզի հանրությունը ընտրություն կատարելիս արդեն պատկերացում կազմի այն ուժի մասին, այդ հայապրկության կոմիտեի մասին, որպեսզի արդեն ինքը որոշի ծրագրերին ինքը կողմնակից է պատրաստ է քվեարկելու, թե կողմնակից չի, պատրաստ չի քվեարկելու։ Մոտավորապես այսքանը կոմիտեի հետ կապված, հուսով եմ պարզ հասկանալի բացատրեցի, խնդրեմ եթե հարցեր կան, եկեք հարց ու պատասխանի ֆորմատով մի փոքր ավելի ընդլայնենք մեր քննարկումները։ Հարցեր խնդրում եմ։ Արտակ ջան, ինչ որ էխո է անում, լավ, հիմա լսվում է։ Այո, լսվում եմ։ Ինչքան հասկացա դուք առաջարկում եք այսօրվա ազգային ժողովում, ասենք ոնց որ հայ ժողովուրդը ներկայացված չի, ասենքն սպիտակցին խնդիր ունի, ազգային ժողով չի կարում այդ խնդիրը արտացոլվի, Գորիսեցին խնդիր ունի, չի կարում ապացի։ Այսինքն դուք փորձում եք փոխարինել գործող սխեման ավելի, այսինքն հայաբնակ վայրերի սխեմայի մոտեցմամբ,
ոչ թե ասենք ինչ որ պատկանելության սխեմայով, որը հիմա գործում է, այսինքն Լևոնական են, Քոչարյանական են, Սերժական են, Նիկոլական են, ճիշտ եմ հասկանում։ Հիմա մեկնաբանեմ, նայեք, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հիմնական ամբողջ գաղափարախոսությունը կայանում է նրանում, որպեսզի փոխվի պետական կառավարման մոդելը։ Պետական կառավարման մոդելը կարող փոխվի միմյանց սահմանադրության փոփոխումից հետո։ Հայափրկության կոմիտեն 75 մարդ, ինչպես դուք ճիշտ նշեցիք, իր մեջ ներառում է թե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքի, թե Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանի, թե ազգային փոքրամասնությունների, թե Սփյուռքի ներուժը մեկ մարմնում, որի մեկ մարմնի միջոցով կոլեգիալ որոշումներ ընդունելու ձևաչափով մենք փորձում ենք ցույց տալ այլևս սխալներ, որովհետև ցանկացած աննշան սխալ մեր համար կլինի ճակատագրական։ Մենք փորձում ենք այս ձևաչափով բոլոր շրջանները Հայաստանի Հանրապետության խնդիրները, խնդիրները թե Սփյուռքի, թե Հայաստանի, թե ազգային փոքրամասնության, թե եկեղեցու, թե մեր արցախցի եղբայրների, քույր եղբայրների խնդիրները բերել մեկ հարթակ, որտեղ քննարկվեն եւ կտրվեն լուծումներ։ Իսկ քանի որ մեր հիմնական ծրագիրը եւ գաղափարը պետական կառավարման մոդելի փոփոխումն է, այսինքն ընտրություններից հետո, եթե մեր քաղաքական ուժը հասնի հաջողության, ինքը ունենալու է շատ կարճ կյանք, մինչև նոր սահմանադրություն փոփոխում եւ նոր սահմանադրության փոփոխությունից հետո արդեն կանցնեն ընտրական process, որից հետո նոր կկազմավորվի այն կառավարությունը, որը կլինի պրոֆեսիոնալ։ Հիմնականում գաղափարը սրա մեջ է։ Այո, դուք ճիշտ եք, որպեսզի բոլոր համայնքների բնակիչների ձայնը հասանելի լինի կոմիտեի շրջանակներում եւ տրվեն ցանկացած հարցի պատասխաններ եւ լուծումներ առաջարկվեն։ Շնորհակալություն հարցի համար։ Հուսով եմ պատասխանել։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Լևոն ջան, դուք ձեր խոսափողը միացրել եք, հարցեք ուզում տալ։ Չէ, հարց չի տալիս, ասած մի հատ ես մտածեմ կասեմ, հա։ Բարի։ Էլի ճիշտ գաղափարը ուզում էի ոչ թե հարց տալ, այլ հաստատել, որ այս ձևաչափը շատ ճիշտ լավ ձև է, մանավանդ որ ամեն պղտոր բանից հեռու ենք մնում, իրոք համահայկական, ինչպես որ այս անվանումն է շարժման, միաբանության ռեալ հնարավորություն է լինում, այսինքն ամեն ստացավ ամեն հայրենիքը սիրող մարդ եւ բոլոր շերտերը փաստացի հնարավորություն են ունենում կամովի մտնել, ոչ մեկ իրեն չի պարտադրում, ոչ մի ինչ որ նեղ կուսակցական կամ ինչ որ այլ գաղափարական սահմանափակ դատողություններով շարժում չի առաջանում։ Մի քիչ Հա, ձևաչափը ճիշտ է գնահատում, ձևաչափը, մենք ուզում ենք, որպեսզի ստեղծվի մի մարմին, որը արդեն դուրս կմնա այն կարգախոսից, որ հրամայեն պիտի անես, այս կարգախոսից դուրս ենք մնում, ինքը 75 հոգի թիվը փոքր չէ, 75 հոգի թիվը փոքր չի, այստեղ արդեն 75-ի մեջ ակտիվ քաղաքական բանավեճերը դա անխուսափելի են, ու մենք գիտենք, որ ակտիվ քաղաքական բանավեճերի արդյունքում որ ծնվում են նոր մտքեր, գաղափարներ, հարցի լուծումներ, ու մի բան է, երբ որ մի գլուխ է մտածում կամ 5 գլուխ, հա, սխալվելու հավանականությունը մի բան է, 75 գլուխ որ մտածում է, այդտեղ արդեն սխալվելու հավանականությունը շատ ավելի քիչ է։ Մեկի համար 75 անգամ ավելի քիչ է սխալվելու հավանականությունը։ Ամեն դեպքում սա մի կառույց ենք պատկերացնում, որի միջոցով մենք կարող ենք հարության մեջ նորից հավատներ շնչել, միաբանման խորհուրդ մտցնել, որպեսզի մարդիկ արդեն ականներից փոքրի շատ է ազատվեն ու հասկանան, որ իրանք ունեն մեկ ական են, դա Հայաստանի Հանրապետության
ականներն են, ասենց ասեմ, հա, ոչ Քոչարյանական են, ոչ Նիկոլական են, ոչ ռուսամետ են, ոչ չգիտեմ եվրոպամետ են, այլ Հայաստանի Հանրապետությանամետ են։ Սա ամենակարևորն է, որ մենք ուզում ենք procesից արդեն հետնահանջ կատարի դեպի միաբանության համախմբման procesներ։ Հարցեր։ Բարև Արտակ ջան, կարելի է մի թե հարցը, չգիտեմ, կամ ճշտում է էլի։ Ուզում եմ հասկանամ, ասենք Սփյուռքը այս դեպքում ինքը դառնա լիակատար մասնակից հայրենիքի ամբողջ գործողությանը, չէ՞։ Չլինի, ասենք, առաջ ոնց էր Սփյուռք գումարները տուր, բայց ոչ մի բանի չխառնվեց ներքին գործերին։ Իսկ այս դեպքում Սփյուռքը ներգրաված լինելու ամեն ինչին, չէ՞։ Ես այդպես հասկացա։ Այո, դուք ճիշտ եք հասկացել, Սփյուռքը անմիջապես ներգրաված լինելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական բոլոր procesներին։ Մենք մեծ ծրագրերով նախատեսում ենք Հայաստան-Սփյուռք ամուր երկկողմանի կամուրջ, սա շատ կարևոր է երկկողմանի կամուրջ ասած հասկացողությունը, որ առաջ միակողմանի էր կամուրջը, միայն Սփյուռքից գալիս էր, ուզում էին ու Սփյուռքը միայն օգնում էր, Հայաստանը ոչ մեկին չէր օգնում, հա, վիճակի չէր, բայց մեծ ծրագրերը եթե շարունակաբար լսեք, վաղվա եթերում կարող է նաև այսօրվա եթերում քննարկենք, չգիտեմ ժամանակի հետ կապված ոնց կստացվի, դուք կհամոզվեք, որ մենք առաջարկում ենք ստեղծել այնպիսի ամուր կամուրջ Հայաստան-Սփյուռք, որ այդ օգնությունը լինի երկկողմանի։ Սփյուռքը կանգնած լինի Հայաստանի Հանրապետության, այսինքն իր հայրենիքի կողքին, իսկ Հայաստանի Հանրապետությունը իր հայրենակիցների կողքին, անկախ նրանից, որ երկրի քաղաքացի են, աշխարհում որ երկրում են գտնվում, եւ միտեղ էլ ինչ դավանանք են դավանում, որովհետեւ մենք գիտենք, որ ունենք հայ կաթոլիկներ, հայ մահմեդականներ եւ այլն։ Բայց ամենակարևոր բառը դա հայն է, այսինքն հայի գենը։ Սա մեր համար կոնկրետ ամենակարևորն է։ Աթեիստներ շատ ունենք, հիմա շատ աթեիստ ունենք, որ ես դրա համար շատ եմ ցավում։ Իրոք շատ եմ ցավում, որ այսքան մենք ունենք աթեիստներ։ Հարցեր ունեն ժողովուրդ։ Անուշ ջան, ոնց որ ձեր խոսափողը բացվեց, հարցեր ունեիք։ Ուղղակի Telegram-ն կապը մի քիչ լավ չի աշխատում դրա համար։ Վատ աշխատում են, հեռախոսը շատ վատ եմ ինձ զգում։ Բարի, շնորհակալություն։ Լավ, այլ շահի թե հարցեր չունեք, շարունակենք միտքը։ Հիմա ինչ է իրանից կոմիտեն իր ձևաչափի մեջ ինչ պիտի կրի։ Առաջին նիստերի ժամանակ, ինչպես եւ ասեցի, կոմիտեի բոլոր անդամները կլոր սեղանի վրա պիտի դնեն այն բոլոր իրենց ունեցած ծրագրերը, գաղափարները, իրենց տեսլականները, պատկերացումները նոր պետական կառավարմանը եւ այլն ամբողջը, որից հետո քննարկումների արդյունքում կընդունվի մեկ համընդհանուր ծրագիր, մեկ համընդհանուր ճանապարհային քարտեզ, որի տակ ստորագրեն անխտիր բոլոր կոմիտեի անդամները եւ այդ ծրագիր եւ ճանապարհային քարտեզով որպես կոմիտեի հռչակագիր կոմիտեի անդամները կլծվեն հայրենափրկության գործին։ Կոմիտեն ինքը իր ելի եմ կրկնում, ինքը ցանցային մարքեթինգի տրամաբանությունը իր մեջ պարունակում, քանզի մենք կարծում ենք, որ այդ ձևաչափով մենք շատ արագ կարող ենք հանրությանը հասանելի լինել եւ մեր ծրագրերը եւ գաղափարները հանրությանը ավելի արագ տեղ հասցնել։ Քանի որ այսօր մենք չենք տիրապետում ռեսուրսների, մեդիա ռեսուրսների եւ այլն, ցանկացած դեպքում, եթե նույնիսկ մենք ունենք 1-2 ալիք, հա, Facebook-յան, YouTube-յան եւ այլն, նախկին ներկա
այս տանդեմը ունի հարյուրներով, հազարներով, որ մենք դրանց մեջ նույնիսկ կոր չենք։ Դրա համար մենք գտել ենք ձևաչափ, որպեսզի հողի վրա տետատետ մարդկանց աչքերի մեջ նայելով ներկայացնենք այն ծրագիր գաղափարները, որը կընդունի կոմիտեն, այն ճանապարհային քարտեզը, որը կընդունի կոմիտեն։ Այս տարբերակով մենք համոզված ենք, որ շատ արագ ուղղակի մեկ ամիս էլ չի տևի, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը Սփյուռքի մի մասը կտեղեկանա մեր ծրագրերից, մեր գաղափարներին, այսինքն անմիջական երկխոսության միջոցով հարց ու պատասխան ֆորմատով կարող է նույնիսկ հասարակությունից գան ինչ-որ հարցեր, պատասխաներ, որոնք մեր ծրագրի մեջ էլի փոփոխման կենթարկվեն, կհղկվեն, որ հաջողության հասնելու դեպքում մենք չմտածենք, թե ինչ պիտի անենք։ Այսինքն այսօրից ձևաչափ աշխատում, մեկ հանենք, հետո կորոշենք, թե ինչ անենք։ Մենք դրան կտրականապես դեմ ենք, պարտադիր դու պիտի իմանաս ինչ կարող ես անել, քո քայլերի հաջորդականությունը պիտի իմանաս, որ նոր կարողանաս ձգտում ունենաս ինչ-որ մի նման մեծ եւ պատասխանատու պրոյեկտի։ Մի օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի բոլորի համար ու կխնդրեի, որ հասարակությունը այս օրինակը շատ լավ ընկալի ու այս օրինակի համահունչ այլևս նման մանիպուլյացիաների չգնա։ Ինչ է նշանակում հանենք, հետո կորոշենք։ Դա մենք լսել ենք շատ, ամեն օր ենք լսում գրեթե։ Դա նշանակում է, որ ընտանիքը մի ընտանիք ամբողջ նստեն մեքենան, փոքր երեխաներով մեծ ու փոքր նստեն մի մեքենա ու գնան չիմանալով թե ուր են գնում։ Ուղղակի գնում են, բայց ուր չգիտեն։ Ես ձեզ հավատացնում եմ, ձեզանից ոչ մեկ նման քայլ չի կատարի, չի հավաքի իր ընտանիքին ու գնա մի անհայտ ուղղությամբ, որ չիմանա թե ուր է գնում։ Այդ նույնն է, ոնց որ ասենք հանենք, հետո որոշենք։ Այսինքն հիմա դուք գնում եք, որ հետո կորոշեք, թե ուր եք գնալու։ Բայց ճանապարհին կարող է անես բաներ լինել, որ չկարողանաք էլ որոշել, ժամանակ էլ չունենաք որոշելու։ Եթե դուք A կետից B կետը չգիտեք, թե ոնց եք անցնելու, ձեզ ճանապարհ գնալու միտքը չկա, հասկանում եք։ Դրա համար այսօր երբ որ ասում են հանենք, հետո կորոշենք, իմ մոտ միացած սպազմ առաջանում ուղեղի, թե ինչպես կարող է նման բան ընդհանրապես մարդու մտքով անցնել։ Այսինքն ոչ մեկ չի գնումներ կատարում, գալիս տուն, հետո նոր որոշում, թե ինչ պիտի եփի։ Չի լինում տես բան, ժողովուրդ ջան։ Դուք կոնկրետ գիտեք ինչ եք սարքելու, դրա համար համապատասխան համեմունքներ եք գնում, որպեսզի կոնկրետ այսինչ ճաշատեսակը պատրաստեք։ Այլ ոչ թե գնում եք ինչ պատահի, հետո գաք տուն որոշեք, թե ինչ եք կանելու։ Չի լինում այդպես։ Սա ես օրինակներ եմ բերում, որոնք ձեր կենցաղում ամենօրյա ձեր կենցաղի պատմությունն է ու դուք դա լավ գիտեք։ Իսկ եթե մի բանը դուք ձեր տան համար չեք անի, որտեղ դա ձեր անձնականն է, միթե կարելի է պետության հետ նման կերպ վարվել։ Այ հենց այդ մտածելակերպն է, որ այսօր մեր երկիրը հասել է այս իրավիճակի։ Մենք մեր անձնականի համար մտածում ենք մի այլ կերպ, պետությանը ոչինչ, կարանք ուրիշ ձև էլ մտածենք։ Դա դե պետությունն է, ոչինչ բան չկա։ Մենք չենք զգում, որ պետությունը մեր հոգիներում է, մեր սրտերում է, մենք դա չենք զգում, ժողովուրդ։ Եկեք անկեղծ լինենք իրար հետ, մենք դա չենք զգում։ Մեր հայրենիքը մեր սրտերում, մեր հոգիներում չի, եթե այդ հայրենիքը մեր սրտերում եւ մեր հոգիներում լիներ, մենք հայրենիքին կվերաբերվենք այնպես, ինչպես մեր ընտանիքին։ Բայց փաստը ցույց է տալիս, որ մենք անում ենք ճիշտ հակառակը։ Մեր ընտանիքներում անում ենք մի բան, իսկ հայրենիքի հանդեպ մեկ ուրիշ բան։ Ավելի կոշտ կոպիտ օրինակ բերեմ։ Չի կարող լինել, որ տան մեջ լինի հիվանդ ու ամբողջ ընտանիքը այդ հիվանդով չզբաղվի։ Դա անհնարին բան է։ Մարդիկ տուն են ծախում, մեքենա են ծախում, չգիտեմ, 1000 մի տեղից բանկերից վարկ են վերցնում, որ իրանց հիվանդին բուժեն։ Մեր երկիրը այսօր հիվանդ է, ով ինչ է անում։ Ով ինչ է անում, ինչ գործողություններ անում։ Ես սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, խոսքը ձեզ է վերաբերվում։ Ինչ ենք անում։ Մենք ինչ ենք արում մեր հայրենիքի համար։ Հարց կարելի է։ Իհարկե։ Ես երկրորդ օրն է այս միջոցից ասած մասնակցում եմ, երեք ոգևորված կիսվել էի, նույնիսկ իմ ընկերներից հավանության նշան էին դրել, բայց իրենք չկան։ Մտածում էի, որ կմասնակցեն։
ինչքան էլ որ հանճարեղ գաղափարներ ունենանք, եթե ռեզոնանս չտվեց, ժողովուրդը չմասնակցեց, իր լուման չդրեց, միևնույն է, այդպես էլ կմնա այդ հանճարեղ գաղափարը ու հետևանքներն էլ կտեսնենք դրա իհարկե։ Մի հարց էլի, արդյոք ավելի ճիշտ կոչ լսողներին, ովքեր որ կլսեն, գեթ մեկ անգամ հետաքրքրության համար մտեք, ուղղակի ապահովեք քանակ, մասնակցեք, հարց տվեք, թեպետ չեք էլ հասկանում։ Այդպես շղթայական կհավաքվենք, եթե կուզենաք ձևաչափը կփոխեք, կուզենաք ձեր կարծիքները, ձեր առաջարկությունները, ձեր մասնակցությունը ներդնեք, որպեսզի սա էլ տեղի շարժվի։ Այսպես փաստացի լիքը սրտացավ մարդիկ կան, կազմակերպություններ, անհատներ, որոնք վիդեո կապով հայտարարություններ են, ոմանք հայոյական, հայոյախառն, մեծ լսարան ունեն, բայց այդպես էլ ոչ մի բան տեղից չի փոխվում։ Վերջի վերջո պիտի գիտակցենք, որ պիտի մի խառնարանում հավաքվենք, այն խեցգետնի կարապը եւ այն մեկը որն էր, Շնաձուկը։ Ահա, գայլաձուկ էր ավելի շուտ։ Բանը քաշենք, այդպես էլ մենք բոլորս քաշենք տարբեր կողմեր ու ոչ մի բանի չհասնենք, այդպես էլ ծակ տաշտակի վրա մնանք, հա, մնանք սենց քրքաշ փյունիկ հայազգ, հա, որ հպարտանում ենք, որ փյունիկենք անընդհատ հառնում ենք, բայց ում է պետք է հառնելը, որ սենց քրքաշ վիճակում ենք։ Վերջը վճռական քայլ անելու ենք, թե չէ։ Ուղղակի ամեն լսողի խնդրում եմ, առաջարկում եմ, ամեն մեկս ինքներս գիտենք մեր ապագա ճակատագիրը, ավելի ճիշտ է մեր հիմա ներկա ճակատագիրը մեր հավաքական մտածողությունից է, ապագան էլ նմանապես հավաքական մտածողությունից գալու։ Եկեք հավաքվենք ու սկսենք քննարկել, մասնակցել։ Կրկնում եմ, երկրորդ օրն է ես արդեն հիացած եմ, որ այստեղ ոչ մի հայոյական խոսք չկա, ոչ մի անշնորհ չափից չհավասարակշռված վիճակներ չկա, ուղղակի մենք փորձում ենք աշխատել, այդքան բան։ Թե ինչ կստացվի, առաջ Աստված։ Շնորհակալություն Լևոն ջան, շնորհակալություն։ Ձեր կոչի մեջ իմ մոտ առաջացավ եւս մեկ խնդիր, որի մասին կուզենայի բարձրաձայնել։ Արգելի հայրենակիցներ, երաշխավորում եմ ձեզ, որ հայապրկության կոմիտեն ոչ միայն խոսող բերան ալինելու, հիմա ես եմ խոսող բերան, մինչև հայապրկության կոմիտեն կստեղծվի։ Հայապրկության կոմիտեի ստեղծումից հետո նա լինելու է գործող օրգան, որը անմիջապես լծվելու աշխատանքների եւ հողի վրա դուք կտեսնեք այդ աշխատանքների արդյունքները։ Խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր քաղաքից, Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից, մեծ Սփյուռքից, մեր Արցախահայությունից, հոգևորականներից եւ ազգային փոքրամասնություններից լինեն առաջարկներ մասնակցելու կոմիտեի ծրագրերին, մասնակցելու կոմիտեի գաղափարին, հա, որպես կոմիտեի ժամանակավոր անդամ, հետագայում եթե հանրությունը կտա գնահատական, նոր արդեն կորոշվի մշտական անդամի խնդիրը։ Դրա համար խնդրում եմ բոլորին ակտիվ մասնակցություն, սա ձեզանից ոչ մի բան չի պահանջում, սա կուսակցություն չի, սա չգիտեմ, այլ ձևաչափերով ինչ որ կառույց չի, տերորիստական կազմակերպություն չի, եթե նման բան ունի, դուք եք դրա որոշողը, հա, դուք ինքներդ արդեն դա կտեսնեք։ Սա մի հարթական մի ուժ է, որը ունի ռեալ հավանական հնարավորություններ երկրում կատարելու ռեալ փոփոխություններ։ Դրա համար մեկ անգամ եւս կոչ ես բոլորին, թե Սփյուռքում մեր բնակող հայրենակիցներին, թե Հայաստանի Հանրապետությունում բնակող մեր հայրենակիցներին, ազգային փոքրամասնություններին, որ ակտիվ մասնակցեք, միանակ կոմիտեի գաղափարին, միասնաբար մեր երկիրը, մեր հայրենիքը կարողանանք դուրս բերել այս ճահիճից։ Լևոն ջան, շնորհակալություն քո ելույթից մոտ էս միտքն էլ առաջացավ, որ պարտադիր սրա մասին եւս պետք է խոսել։ Այլ հարցեր կոմիտեի շրջանակներում։ Կարող եմ հարց ուղղել։ Իհարկե։
Ինձ ուզում էի ճշտումներ անել, ինչ որ չափանիշներ կան այդ կոմիտե ձևավորելու, կոմիտեի անդամ դառնալու հետ կապված։ Շնորհակալություն հարցի համար, ես մեկ անգամ եւս երևի թե կրկնվեմ, կոմիտեի անդամ ժամանակավոր անդամ, սկզբում ժամանակավոր անդամ կարող են ընդգրկվել բոլոր ակտիվիստները, ցանկացողները, հետագայում արդեն տվյալ քաղաքի ազգաբնակության կողմից եկող եզրակացության հիման վրա արդեն հաշվի կառնվի արդեն կոմիտեի անդամի մշտական որպես անդամ լինելու կամ չլինելու խնդիրը։ Եթե մարդիկ դրական գնահատական կտան, ուրեմն նա կգրանցվի արդեն որպես կոմիտեի մշտական անդամ, եթե կտան բացասական, այսինքն կընտրվի կոմիտեի նոր անդամ, իսկ ժամանակավոր անդամը արդեն կտեղապահի մշտական անդամին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այլ հարցեր։ Արտակ ջան, մի փոքր հարցը ես լավ կլինի ներկայացնեք այդ կոմիտեի անդամների գործառույթները, օտիդո, որ լսողները մանրամաս պատկերացնեն։ Դե կոմիտեի ընդհանուր գործառույթի մասին ես ներկայացրեցի, կոմիտեը միանշանակ ունի նաև ներքին գործառույթներ, որոնց մասին բարձրաձայնելու իրավասություն դեռ չունեմ, եւ կոմիտեն կձևավորվի, արդեն կոմիտեն կորոշի այդ ձևաչափը կարելի է բարձրաձայնել, հանրայնացնել, թե ոչ, թե եթե հարկավոր է երբ, որովհետեւ եթե մենք հիմա կոմիտեի ողջ քայլերի հաջորդականությունը հանրային ներկայացնենք, մենք արդեն կլինենք շատ խոցելի։ Այսինքն մենք խաղաքարտերը եթե բոլորը բացենք, մենք կդառնանք շատ խոցելի։ Իսկ դրա համար դա կոմիտեի թող ձևավորումից հետո կոմիտեն ինքը որոշի, թե ինչքանով է նպատակահարմար հանրայնացնելու այն բոլոր գործառույթները, որը կոմիտեն պիտի իրականացնի։ Բայց ամենակարևոր գործառույթը կոմիտեի դա հանրության հետ իր տվյալ քաղաքում, իրեն վստահված տարածաշրջանում ժողովրդի հետ անմիջապես հողի վրա կատարել աշխատանքներ, ներկայացնել ծրագրերը, ստանալ արձագանքներ, հարցեր, որոնց հանրությունը կստանա պատասխան, լսել կարծիքներ, այլ ծրագրեր, եթե պետք է հրավիրել եւ այլն։ Ես մոտավորապես sense պատասխանեմ, որպեսզի ավելի իսկ կոմիտեի գործառույթը օտիդո, ինչպես դուք ասեցիք, եթե հիմա ներկայացնեմ, մենք դառնանք խոցելի։ Դրա համար ճիշտ չեմ համարում այս կոմիտեի ոչ գործունեության այլ գործունեության մասին այսօր հանրայնացնել։ Կոմիտեն կձևավորի կորոշի։ Կարելի է մի խոսք։ Արտակ ջան, նայեք, շատ հետաքրքիր է կոմիտեի անդամը ինքը հանրության կողմից կարող ասենք մի տվյալ քաղաքում, համայնքում ինքը ոնց ասենք հեղինակություն է, բայց ասենք այդքան գաղափար չունի, էլի ինքը մտածում է խոսք ինքը հեղինակություն է, ժողովուրդը իրան բերեց առաջ, բայց ինքը գաղափար չունի, էդի ասենք ո՞նց ենք լուծում։ Բայց մարդ կա, ասենք լավ գաղափար ունի, կարդացած է, գիտակ մարդ է, բայց ինքը այդքան ասենք հեղինակություն չունի, այդ հարցը ոնց դնենք, որ մարդիկ իմանան, էլի, ումն ենք մենք առաջադրում, կոմիտեն ումն է ուզում, թաղային հեղինակությանը, թե ասենք գիտակից մարդուն է ուզում, որ ինքը գա կոմիտե դառնա, այդ է ինձ ուզում հետաքրքրում, էլի։ Միանշանակ գիտակից մարդկանց մասին է խոսքը, համաձայն չեմ, որ ինքը հեղինակություն չունի, ցանկացում եմ քաղաքները մեր մոտ փոքր են, մեկը մեկին ճանաչում են, եթե չեն էլ լսել, շատ արագ ինֆորմացիան տարածում հասկանում են, որ շենքի ում տղան է, ում թոռն է, ում ծոռն է, ում հորոխբոր տղան է եւ այլն։ Ինքը շատ արագ տարածում է քաղաքներում փոքր են ու իրանք շատ արագ սարաֆանի ռադիոն շատ արագ աշխատում։ Իսկ որ միանշանակ գիտակ եւ բան իմաց մարդիկ պիտի լինեն, որոնք
հասկանան, թե ինչա պետությունը, ինչա պետականությունը, թե ինչա ժողովուրդը, ժողովրդի կամ պետության կամ եւ պետականության կայացման համար ինչա պետք ժողովրդի սոցիալական խնդիրների համար ինչա պետք գոնե մոտավորապես պատկերացում ունենա։ Բնականաբար պատկերացում ունենա, որպեսզի կարողանանք մենք համատեղ ուժերով այս ճարճից դուրս գանք։ Եթե մենակ պետք է հեղինակությունները հավաքվեն, որոնք նման բաներից չեն հասկանում, բայց իրանց հետևից կա կանգնած ամուր բանակ, հա, ասենց ասեմ, դա պետք է, իհարկե մեզ պետք է այդ ամուր բանակն էլ ապեր, մարդկանց բանակ, բայց ոչ թե կոմիտեի շրջանակներում, այլ հանրության հետ աշխատանքների շրջանակներում, որովհետև տվյալ անձնավորությունը կոմիտեում պիտի նստի ու լուր լսի, որովհետև եթե նա չի հասկանում, այն բանը չի կարա խոսա։ Իսկ ես հաստատ համոզված եմ հեղինակություն ունեցող մարդիկ, ոչ քրեական հեղինակության մասին է խոսքը, նրանք բոլորն էլ բան իմացեն։ Գոնե ես չեմ հանդիպել մինչև այսօր, ոչ քրեական էլ եմ ասում, հեղինակություն ունեցող մարդկանց, որոնք բան իմաց չլինեն։ Արտակյան կարելի է մի քանի խոսքեր ես ասեմ, ավելի շուտ հարց։ Իհարկե։ Ես ցանկանում եմ, որ ճիշտ եք այդ կոմիտեն որպես ժամանակավոր կառավարություն առնելու, թե հետագայում շարունակելու իր աշխատանք։ Ну, ես դրա մասին խոսեցի, ամեն դեպքում ընտրությունների միջոցով, եթե ինքը օրինակ արդեն ասնի ձևավորի կառավարություն, ինքը իրանից արդեն պիտի ներկայացնի որպես ժամանակավոր կառավարություն, քանի որ իր համար առաջի խնդիրն է դրված անելու սահմանադրական փոփոխությունները, որոնց մեջ մենք նախատեսում ենք նախ պետական կառավարման մոդելի փոփոխում, երկրորդ մեր պահանջատիրական իրավունքների ամրապնդում ավելի կոշտ, ավելի ամուր եւ ավելի սկզբունքային ձևաչափով։ Եթե այսօր Ադրբեջանը ուզում է, որ մենք սահմանությունը փոխենք ու սարքենք փափուկ, մեղմ, գրեթե հանենք մեր բոլոր խնդիրները պահանջատիրության, մենք դրան հակառակ ստեղծենք մի սահմանադրություն, որը մի քանի անգամ ավելի եւ առավել կարտացոլի հայ ազգի, հայ ժողովրդի տեսակետը, պահանջատիրության իրավունքը, ցեղասպանությունների հայ ազգի հանդեպ կատարված ոչռագործությունների համաշխարհային ճանաչարության կարևորությունը, պահանջատիրության կարևորությունը եւ այլն։ Մենք պիտի ունենանք այնպիսի մի սահմանադրություն, որը մեզ թույլ կտա, որպեսզի մենք մեր պահանջատիրության մասին բարձրաձայնենք բոլոր աշխարհի բոլոր անկյուններում, բարձրաձայնենք եւ մեզ իրավունք վերապահենք գործողությունների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արտակյան։ Արտակյան, մի հարց եմ ուզում տալ։ Հիմա ստացվում է, որ կոմիտեի անդամներից ամեն մեկը կարգավորում է իր տարածքի խնդիրները, հարցերը, կազմակերպումը այդ հարցերով զբաղվում։ Իսկ ընդհանուրի համար, եթե կան հարցեր, որ վերաբերում է ոչ թե կոնկրետ այդ համայնքին, այլ ընդհանուրին, այսինքն ոնց որ ռեսպուբլիկային է վերաբերում, այդ հարցերի համար պետք է լինեն ուրիշ մասնագետներ, ուրիշ որակի։ Դրանց ընտրության հարցը ո՞նց է լինելու։ Ուրեմն մի փոքր դուք երևի թե չլսեցիք կամ ճիշտ չհասկացաք իմ մեկնաբանությունը, կոմիտեի անդամները հենց զբաղվում են պետականաշինության խնդիրներով։ Ուղղակի լինելով տվյալ համայնքում, համայնքի խնդիրները նույնպես, շեշտում եմ, նույնպես բերում են դեպի կոմիտեի հարթակ, որպեսզի տրվի լուծումներ այդ հարցերին։ Սա հենց կոմիտեն ինքը իրանով պետականաշինություն իրականացնող մարմին է։ Ինչ վերաբերում է ձեր ասածը մնացած, եթե կոմիտեն հաղթի ընտրություններին իր կատարող աշխատանքները որպես պետականաշինության կայացում, միանշանակ ասեմ, որ նախարարի պորտֆելները, որոնք այսօր կռվախնձոր են դարձել ու բոլորը այդ նախարարի պորտֆելների համար մենք չեն կարողանում ունենալ գոնե մեկ կոալիցիա, որոնք կարող են միմյանց հետ առաջ շարժել եւ ժողովրդին իրենց հետևից տանել, դա հենց այդ պորտֆելների խնդիրն է, նախարարների պորտֆելների խնդիրն է, որը մենք
շատ հեշտ ենք լուծում այդ խնդիրը։ Այսինքն կոմիտեի ոչ մի անդամ բացի բնականաբար եթե կոմիտեն հաղթեց ընտրություններում ինքը մտնում է ազգային ժողով որպես ազգային ժողովի պատգամավոր, իսկ նախարարի պորտֆելները հենց տվյալ նախարարության ներսում պրոֆեսիոնալ երկարաժամկետ փորձ ունեցող եւ կոլեկտիվի կողմից վստահություն վայելող անձանց միջոցով փորձենք վերականգնել բոլոր նախարարությունները, որպեսզի նախարարությունները սկսեն արդեն ճահճից նույնպես դուրս գալ, այսինքն եթե այնտեղ չլինի մասնագետ կոնկրետ նախարարություններում, այս նախարարությունները ավելի են խորանալու ճգնաժամի մեջ, շատ ավելի։ Իսկ եթե արդեն մենք փոխենք ոճը եւ պրոֆեսիոնալներով համադրենք նախարարությունները, նրանք արդեն գիտեն խնդիրները, գիտեն խնդիրները, ոնց է լինի արդեն լուծման ձևաչափի մասին եւս պատկերացումներ ունեն, մենք կարծում ենք, որ դա շատ արագ եւ արդյունավետ լուծում կլինի ոլորտները ոտքի կանգնացնելու համար, վերակառուցելու համար։ Իսկ սահմանության ընդունումից հետո, երբ որ արդեն կստեղծվի նոր պետական կառավարման մոդելը, կնշանակվեն արդեն պաշտոնները, ժողովուրդը արդեն կընտրի նոր ղեկավար, նոր ազգային ժողով, կոմիտեն արդեն բնականաբար կամ որպես անհատ կձևավորվի նոր կառավարության մեջ, շեշտում եմ որպես անհատ բոլորին հավասար, կամ դե կոմիտեն բնականաբար կլուծարվի, կոմիտեի անդամները արդեն կզբաղվեն ամեն մեկը իր ցանկացած գործով։ Ոմանք կցանկանան մասնակցել ազգային ժողովում, այսինքն անհատ որպես անհատներ, ոմանք կառավարությունում, ոմանք արդեն իրենց դասախոսությանը կգնան կամ իրենց առօրյա գործերի։ Հուսով եմ կարողացա պատասխանել։ Բարի երեկո բոլորին, հարց ունեմ, եթե ըստ նշված ծրագրի կոմիտեն մի որոշ ժամանակ կառավարությունը վերցնում է իր ձեռքը, ես ոնց հասկացա, այնտեղ մշակվում է օրենքներ, կոմիտեի շրջանակներում մշակվում է օրենքներ, ասենք օրենք եք մշակում ինչ-որ մի մասնագիտական առումով, օրինակ առողջապահության, հրավիրվելու են կոմիտեի նիստերին եւ քննարկմանը տվյալ ոլորտի նեղ մասնագետներ ու ինչ դեր են կատարելու մասնագետները կոմիտեի նիստի ժամանակ եւ այնուհետեւ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, դե նայեք, եթե մենք խոսում ենք օրենքների մասին, կոմիտեն օրենքներ չի մշակում, արդեն եթե կոմիտեն կհաղթի ընտրություններում ինքը կմտնի ազգային ժողով եւ կդառնա ազգային ժողովի պատգամավորներ, բնականաբար ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին ինքն է օրենքներ մշակելու։ Իսկ ազգային ժողովում առանց պրոֆեսիոնալ մասնագետների կազմված ցանկացած օրենք, դա անհիմն է, մենք սկզբից էլ հանրային քննարկումները արդեն պիտի դնենք, արագ կերպով, շատ արագ կերպով պիտի ստեղծենք այդ պետական կայքը, որտեղ հանրային քննարկումներ բաժինը պիտի տեղադրվի եւ բոլոր օրենքները պիտի արդեն գնան հանրային քննարկումների միջոցով։ Մենք դա միջև սահմանություն փոխելը դա արդեն դրա ձևաչափը կներդնենք պետական քաղաքականության մեջ, իրան պրակտիկայով կտեսնենք իր լավ ու վատ կողմերը, ինքը ինչքանով է իրան արդարացնում, ինչքանով ոչ, որտեղ կարելի է փոփոխություններ կատարել, մասնագետները արդեն կհետևեն այդ ամբողջ process-ներին եւ կկազմակերպեն այնպիսի մի ձևաչափ, որը արդեն կլինի իրականում գործող։ Իսկ ինչ վերաբերում է, եթե կոմիտեն հասավ հաջողության եւ ձևավորեց ազգային ժողով ու այդ ազգային ժողովի շրջանակներում օրենքներ պիտի մշակվի, այդ օրենքների միանշանակ ու աներկբա պիտի մասնակցեն տվյալ ոլորտի մասնագետները, պրոֆեսիոնալները, իրենք կներկայանան ազգային ժողովում, կներկայացնեն ազգային ժողովում, այդ օրենքի նախագիծը իրենք ասեն դրա թույլ ու ուժեղ կողմերը, որը նաև երկրորդ անգամ դրանից հետո արդեն հանրությանը երբ որ կդնենք հանրային քննարկումների, հանրությունը արդեն ինքը եւս կտա ոլորտի համար իր գնահատականը, այդ օրենքի նախագծի գնահատականը։ Հուսով եմ կարողացա պատասխանել։
Այլ հարցեր։ Լավ հարցել Արսենի հարցին հավելում անեմ։ Ասենք առողջապահության ոլորտում էլի այդ ձևի գանք սփյուռքից լինելու են, ասենք մենք ունենք չէ ուժեղ մասնագետներ, ասենք Հայաստանից դուրս են ապրում։ Իրանք կարող են մասնակցել առողջապահության այդ ընտրության ոլորտում, որ կարենանք լավ մասնագետներ բերենք Հայաստան, որ ներդնենք մեր առողջապահության ոլորտում, էլի։ Չանտեսենք այդ մարդկանց ամեն գործողությունը, էլի։ Շնորհակալություն հարցի համար, մեկ անգամ եւս կրկնվեմ, Սփյուռքի անմիջական ներազդեցությունը կամ մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին, դա մենք համարում ենք պարտադիր պայման, եւ այո, միանշանակ, եթե մասնագետ կլինի, որը կցանկանա մասնակցել Հայաստանի Հանրապետության պետականաշինությանը, խնդրեմ, իմ կարծիքով դա ողջունելի է եւ ծափարելի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ուրիշ հարցեր։ Ես կներեք, ես Հատակ ջան, այն հարցը մի հատ նորից ուզում եմ ուրիշ ձևի ձևակերպեմ, որովհետև իմ պատասխանը էս չստացա։ Ես որ ասեցի կան հանձնաժողովի անդամները ամեն մեկը իր համայնքի համար է պատասխանատու, բայց կան հարցեր, որ վերաբերում է բոլոր համայնքներին իրար, ոնց որ ասենք առողջապահությունն է, արտաքին գործերի նախարարության գործունեությունն է, ընդհանուր ռազմական գործն է եւ այլ գործեր կան, որ ընդհանուրին է վերաբերում։ Այդ տիպի այդ գործերի համար ոնց են գտնելու այդ մասնագետին, որ նրան հանձնարարենք այդ պաշտոնները, այդ գործողությունները, որպես նրանք ապահովեն։ Շնորհակալություն, հարցին պատասխանել եմ, մեկ անգամ եւս պատասխանեմ, ինչ վերաբերում է նախարարություններին եւ նեղ պրոֆեսիոնալ տվյալ նախարարության ներսից երկարամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք նաև վայելում են կոլեկտիվի հարգանքը, նման մարդիկ կան որպես նախարարներ, որոնք եւ իրենց ոլորտի համար կկրեն պատասխանատվություն։ Ինչ վերաբերում է կոմիտեին, հաջողության հասնելու դեպքում կոմիտեն ինքը դառնալու ազգային ժողովի պատգամավորներ եւ ազգային ժողովում արդեն որպես օրենսդիր մարմին սկսելու օրենսդրական գործընթաց։ Ինչ վերաբերում է համայնքների հետ կապված, ես միատել եմ կրկնում, կոմիտեի ցանկացած անդամի խնդիր կայանում է նրանում, որ ինքը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետականաշինությանը, միևնույն ժամանակ իր տարածաշրջանի բնակիչների խնդիր խնդիրները բերում է կոմիտե քննարկման։ Միևնույն ժամանակ, այսինքն ինքը համ սանով զբաղվում պետական խնդիրներով, համ նրանով զբաղվում։ Իսկ եթե կոմիտեն այսօր հասավ հաջողության եւ եկավ իշխանության, ինքը դառնում է որպես ազգային ժողով, երի նույն ձևաչափն աշխատում, ինքը կարողանում է իր բնակիչների խնդիրները ազգային ժողովում բարձրաձայնի կամ համապատասխան կառույցների նամակով դիմի, որպեսզի համապատասխան կառույցներ տվյալ բնակչի կամ բնակիչների խնդիրները լուծեն։ Հիմա գոնե կարողացա պատասխանեմ։ Ես ասում եմ, չէ, ես այն հարցն եմ ուզում ճշտենք, որ վերաբերում է բոլորին, բոլոր համայնքներին է վերաբերում, օրինակ առողջապահության գործը, գյուղատնտեսության կենտրոնացված գործը, դա ամեն համայնքի գործ չի, դա ընդհանուր հանրապետության անհրաժեշտ հարցեր են, արտաքին քաղաքականություն։ Դե հիմա ձեր հարցի պատասխանը հասկացա, ձեր հարցի պատասխանը նա է, որ ձեր ատված հարցին պիտի լուծում տա նախարարությունը, նախարարը, կոնկրետ նախարարը, ձեր հարցին լուծում պիտի տա նախարարը, իսկ նախարարը ելի եմ կրկնում, ինքը պիտի լինի տվյալ նախարարության ներսից երկարամյա եւ պրոֆեսիոնալ կոլեկտիվի կողմից հարգանք վայելող անձնավորություն։ Հասկացաք, արդեն կոմիտե չի, այստեղ արդեն առանձին այլ մարդիկ են, որոնք նախարարությունում արդեն կան, աշխատում են, շատ լավ ճանաչում են նախարարության բոլոր ստրուկտուրաներին, ծրագրերին, իրագործված ծրագրերին, կիսատ մնացած ծրագրերին,
բոլոր գլխավոր բժիշկներին, օրինակ համար առողջապահության հետ կապված, բոլոր հիվանդանոցներին, որտեղ ինչ խնդիրներ կան, այդ խնդիրների համար ինքը պատկերացում ունի, ոնց պիտի լուծի այդ խնդիրները եւ այլն։ Այսինքն այդ ձեր ասած համապետական խնդիրներով պիտի զբաղվեն նախարարության նախարարները, որոնք ընտրվելու են նախարարության ներսից, պարտադիր, երկարամյա փորձ ունեցող մասնագետներ։ Շեշտում եմ նախարարության ներսից։ Այստեղ արդեն կոմիտեն կապ չունի, այսինքն կոմիտեն դա վերահսկող օրգան է դառնում։ Ամբողջ process-ները վերահսկող օրգան։ Իսկ նախարարությունները ինքնին ո՞նց են ձևավորվելու։ Դեռ այնպես ինչպես որ կան, բայց իմ ամենայն համոզմամբ ցանկացած ոլորտ պիտի ունենա իր նախարարությունը, այսինքն կրթության նախարարություն, գիտության նախարարություն, մշակույթի նախարարություն, սպորտի նախարարություն եւ այլն։ Որովհետեւ տարբերություն չկա վարչության եւ նախարարության։ Տարբերությունը մենակ մի բանում է, որ մի նախարար նստած է մի ամբողջ 5 ոլորտի վրա ու ինքը նույնիսկ եթե մասնագետ լինի, ինքը մասնագետ կլինի ընդամենը մեկ ոլորտի։ Մնացած ոլորտերին ինքը չի կարող տիրապետել։ Այսինքն, էլի այդ վարչության պետը ինքը շատ կհանգիստ կարող է խփի այդ նախարարին, այսինքն 10 տորագրելու այնպիսի փաստաթղթեր, որոնք հետագայում երկրին վնաս կհասցնեն, թե ֆինանսական, նյութական եւ այլն։ Իսկ եթե մենք արդեն վերացում ենք այդ վարչությունը մեկ անգամ եւս ստեղծում են որպես նախարարություններ, արդեն վերադաս մարմին չկա, որպեսզի կարողանան խփեն կամ խփեն։ Կա արդեն կառավարություն, որոնք իրենք զեկուցելու են առանց իրենց ծրագրերի մասին։ Էլ չկա այդ վերնախավը։ Իսկ հիմա մի հատ վարչության պետը մի հատ նախարարի աշխատակազմի ղեկավարի ազեկուցում կամ նախարարի ազեկուցում եւ դες մի քանի շարք իրենք բարձրանում են, մինչեւ հասնում այդտեղ հազար բանափոխում։ Իսկ այս դեպքում այս գիծը դառնում է ուղիղ։ Այդտեղ ֆինանսական խնդիր կամ ֆինանսական ծանրաբեռնվածություն պետության վրա չկա, որովհետեւ այդ նույն վարչությունը, նույն նախարարությունը, նույն կոլեկտիվով, նույն թվականակի աշխատակիցներով։ Այնտեղ կարող է մի 4-5 հոգի մարդ ավելանա, կադրերի բաժին եւ այլն, բայց դե մենք կադրային քաղաքականությունը բերում ենք կենտրոնական կադրային վարչություն, դա չի ավելանում։ Ես դա սկզբնականի համար եմ ասում, միջև նոր սահմանության ձևավորումը։ Հարց կարելի է։ Այո, երբ։ Հա, խնդրեմ, խոսացեք, ասեք։ Պարոն Գալստյան, Պարոն Գալստյան, ձեր հարցը բավարարեց։ Մոտավորապես ուղղակի ես ուզում եմ իմանալ այդ նախարարությունները ոնց որ հիմա կան, դրանց հիմնական մասը կմնա, հետո կվերաթարմացվի, հա, ես տենց հասկացա։ Հա դե իմաստ չունի հիմա դնես սա խառնես իրար, քանի որ մենք արդեն հիմնական պետական կառավարման մոդել ենք փոխելու։ Հիմնական պետական կառավարման մոդել այն ժամանակ ամեն ինչ կգնի իր տեղը։ 6-7 ամսվա համար կամ 1 տարվա համար արժի սա աղելի խառնել իրար։ Միտքը ո՞րն է։ Ամենաշատը մի տարվա ընթացքում համայնությունը կընդունվի ու արդեն նոր կառավարությունը, նոր նախարարությունները, նոր ստեղծված նախարարությունները արդեն հանդես կգա։ Արդեն բոլոր նախարարությունները կներկայացվեն նույնպես համանadrություն։ Կոնկրետ արդեն համայնությունում կնշվեն, թե որ նախարարություններն են գործում, իրենց գործառույթները, որպեսզի ոչ մի վարչապետ ինքը չորոշի, այսօր այս նախարարությունը փակում եմ, մեկը բացում եմ։ Իսկ ինչ է նշանակում, ես կփակեմ, ելի կբացեմ։ Դա համայնությամբ հիմնված են նախարարություն եւ նախարարության պարտականությունները։ Դու ես իհարկե այդ կառավարման մոդելի մասին մի քիչ ուրիշ լուծում եմ պատկերացնում, չգիտեմ, հետո ես գուցե գրավոր ներկայացնեմ, մի հատ քննարկենք այդ տարբերակները։ Չէ, հիմա այս հարցը պատասխանը վերջացնենք, մենք դե ժամանակը տանք դրա մասին խոսելու։ Չէ, հա, այսօր չէ, բայց արժի խոսալ մի օր։ Չէ, այսօր, հենց այսօր դուք այսօր ինձ ասացիք, որ ունեք նման մի հատ խնդրեմ, որ ոչ մեկ ներկայացեք, խնդրեմ, կանեմ։ Այն ուրիշ բան է, իմ ասածը հիմա ես նոր ասացի, սա վերաբերում է կառավարման էլի մոդելին, բայց ուրիշ տեսանկյունից, որ ազգային ժողով ընտրություններ, բան, նորից այդ ճանապարհն անցել են, նորից չանցնենք այդ ձևի, ուրիշ ձևի կառավարվի երկիրը։ Նեղ ոնց որ մարդու ուղեղը ունի երկու կիսագունդ, այտենց մեկը օրենքներ մշակի, մեկ այդ օրենքները կիրառի։ Այտենց մազգավույթ ցենտր ստեղծվի։ Ես այդ նկատի ունեմ։
մի քիչ ուրիշ է էլի մոտեցումը։ Հիմա նայեք, մեր առաջարկած պետական կառավարման մոդելը ինքը քարաշերտ է։ Օրենսդիր մարմին, արտաքին հարաբերությունների մարմին, ներքին, այսինքն նախագահ արտաքին հարաբերությունների ազգային անվտանգություն, վարչապետ ներքին խնդիրներ երկրի, օրենսդիր մարմին եւ դատաիրավական համակարգ։ Այսինքն 4-ը բևեռներ են։ Նու սրանց բոլորի գլխավերում իհարկե եկեղեցին է, նո եկեղեցին որպես ոչ պետական քաղաքականություն իրականացող դրա համար իրավունք չեն տալիս։ Ինքը 4 բևեռների վրա է։ Ձեր ասածը նույն ազգային ժողովն է, որը ինքը օրենսդիր մարմին է, ինքը օրենքները տալիս է, համանդական դատարանը որպես դատաիրավական համակարգ, որպես մեկ օրգան, այլ վերահսկող մեկ օրգան հսկում է այդ օրենքների համանդականության հետ համապատասխանելիությունը եւ այլն։ Այսինքն այստեղ վերահսկող մարմինները 1-ը չի, 2-ը չի, 4-ը վերահսկող մարմիններ են, բերուս կուսակցությունները, որոնք վերահսկում են ողջ պետական կառավարման ապարատը։ Սա մի հատ շերտային կառավարման համակարգ է, որտեղ ձեր ասացի պես մազգավու շտուրմը դա ձեր ազգային ժողովն է, դրա վերահսկողը գալիս է արդեն դատաիրավական համակարգը, տալիս է կառավարությանը, կառավարությունը դա սկսում է իրականացնել։ Կամ նախագահը սկսում է իրականացնել իր արտաքին եւ ազգային անվտանգության խնդիրները իրականացնելու շրջանակներում, հարցերի շրջանակներում։ Նույնն է, տարբերություն չկա։ Էլի մազգավու ձեր ասած շտուրմը այնտեղ կա։ Ուղղակի կիսագնդեր են, բայց 4-ը մասի բաժանված։ Բարելի է հարց։ Աշկան, թույլ կտաս, քանի այս թեմայով հետո ասես էլի չմոռանամ։ Թույլ կտաս եղբայր։ Խնդրեմ։ Հա։ Ես նախ այս երևույթը, որ կոչ է անում ժողովրդին մտնել, հաստացի արդեն իրականություն դարձավ, այս երևույթը շատ դուր եկավ, որ մեր մասնակիցներից առաջարկություն արեց եւ վարողը ինքը չզլացավ, որ ասեց լավ թող մնա հետո կամ առանձին քննարկվելու, նույնիսկ ինքդ պնդեցիր Արտակ ջան, որ հենց հիմա էլ կարելի է բացեի, բայց քննարկել հենց այս հաստացի մենք կարող է եւ պատմական իրավիճակում ենք, որ կարող ենք ապագայի Հայաստանի կերտելու սաղմերը հենց մենք ենք դնում, հնարավոր է։ Սա ինձ շատ ուրախացրեց, որ մթնոլորտ իրոք ինչքան շփվում եմ, այնքան ավելի դուր գալիս։ Մի հարց կոմիտեի հետ կապված, կոմիտե կլինի, թե իմաստունների ժողով կամ չգիտեմ ինչ անուն, կարևոր չի դա։ Ինչ քայլ արվում, չնմանվենք մեր այն հայկական հեքիաթին, որ միան ճառ ասենք, զանգ կախելու որևէ գործողություն արվում է սկսված այդ քաղաքների ներկայացուցիչներից Սփյուռքի կամ մնացածի, ինչ է արվում կամ ինչ է պետք անել մասնակիցների կողմից, ինչ կամ ինչ կոչեր կամ ինչ է, կարճ ասած գործնական որևիցե օգտակար քայլի սպասումներ ունենք, այդքան բան։ Շնորհակալություն հարցի համար, շատ լավ հարց էր։ Ուրեմն նայեք ինչ է կատարվում։ Մենք ամեն օր աշխատում ենք, ամեն օր շփվում ենք մարդկանց հետ, բայց քանի որ մենք փոքր ենք, հա, հետևորդները մեր շատ քիչ են, ոչ մի մարդ համարյա թե ոչ չի վերաբերում, այսինքն կողքից անցնում է։ Իրանց թվում է թե այն հարթակները, որտեղ տասնյակ հազարներով մարդիկ են նստած, այդ հարթակներում իրանց ավելի հետաքրքիր է, իրանց ավելի տաք է, այնտեղ ավելի շատ են իրանց լսում, ավելի շատ են ծափահարում։ Մենք ծափահարելու կողմնակիցները չենք, մենք գործանողներ ենք, ամեն օր աշխատում ենք, մարդկանց հետ շփվում ենք եւ այլն։ Հիմա ես խնդրում եմ մեր հասարակությանը եւ հանրությանը, որպեսզի մասնակցի մեր այս նման հանրային քննարկումներին։ Հավատացնում եմ ձեզ, եթե մենք հիմա ուղիղ եթերում ունենանք մի քանի հազար մարդ, ու եթերի ժամանակ մենք ունենանք մի քանի 100 հարց ու պատասխան, կոմիտեն կձևավորվեր մի քանի ժամվա ընթացքում կամ մի քանի օրվա ընթացքում, որովհետև հարթակը ինչքան մեծանում է, մարդկանց մոտ այդ ձեր ասած հեղինակությունների, sense ճակերտավոր հեղինակությունների մոտ արդեն ախորժակ առաջանում այս մտնել այն կոլեկտիվ, որտեղ մեծ հանրություն կա, հա, այսինքն հույս է տեսնում հաղթանակի։ Մենք աշխատում ենք հանուն հաղթանակի, ոչ թե մենք հույս ենք տեսնում, այլ աշխատում ենք դրա համար, բայց մարդկանց մեծ մասը հաղթանակի հույսով է գալիս։
Հասկանում եք, պետք է հույսը ալնի արդեն ինչ որ մի քանի տոկոս որեսի արդեն կարա ալին, որ իրանք միանան։ Ու դրա ունը կապ չունի նախկինա թե ներկա։ Հույսը այնտեղ ավելի շատ է, որտեղ հույսը շատ այնտեղ են վազում։ Դա բնական է, մենք ունենք այդ երևույթը, այդ երևույթից հեռու չենք փախնելու։ Դա արդեն մեր սերմանել են տասնյակ տարիներով ու մենք այսօր դրանից հեռու չենք փախնում ու չենք էլ պատկերացնում, որ մենք հիմա կգտնենք մի հատ Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որը ասենց մի հատ մաքրեմաքուր կգա եւ ինչ-որ մի բան կանի։ Ամեն դեպքում մենք դրանին ենք պատրաստ, մարդիկ ովքեր կմիանան կոմիտեին, արդեն կոմիտեի աշխատանքի ընթացքում էլի ինքնափոխման խնդիրներ կլուծվի իրենց մոտ, ծրագրերը, գաղափարները հասկանալով հույսն ու հավատը ավելի կշատանա եւ մենք շատ արագ անցնենք քայլերի հաջորդականությունը։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, այսօր մենք ամեն օր համարյա 10-20 ժամ աշխատում ենք, շփվում ենք մարդկանց հետ, խնդրում ենք, որպեսզի միանան կոմիտեի գաղափարներին։ Հիմնականում մեծ մասի պատասխանները զբաղված են, գործ ունենք, անձնական մի քիչ խնդիրներ ունենք, բիզնեսի մեջ խնդիրներ ունենք, հետո։ Այսինքն նույնիսկ մարդկանց մտքով չի անցնում, որ իրանք կարող է վաղը կորցնել ոչ թե ժամանակ, այլ բիզնես, այլ ընտանիք, այլ իրենց կյանքը կարան կորցնեն, որովհետև իրոք պետությունը կանգնած է իր ապրել, չապրելու եզրագծին։ Սրա մասին մենք արդեն քաղաքական վերլուծությունների ժամանակ խոսենք, մենք հիմա փորձենք մի քանի եթեր կներկայացնենք մեր ծրագրերը, որպեսզի մեզ լսողները հասկանան ինչի մասին ենք խոսում, իրավասու ենք հետագայում կատարել քաղաքական վերլուծություններ, որից հետո մենք սկսենք արդեն մեր քաղաքական վերլուծությունները, որտեղ ես շատ մանրամասն արդեն կբացեմ շատ փակագծեր, ինչա սպասվում, ինչի համար, ինչից ենք ենթադրում, որ դրանք սպասվում են։ Այս ձևաչափի մեջ էլ իհարկե խոսենք հետագայում արդեն միջազգային քաղաքականությունից, գեոպոլիտիկայից եւ այլն։ Ամեն դեպքում Լևոն ջան, շնորհակալություն հարցի համար, մեկ անգամ եւս մեր հարությանը կոչ եմ անում համախմբվելու, ձեզանից շատ բան չի գնում, ժողովուրդ, համեցեք, նստեք, լսեք, սա ոչ թե լսեք, այլ ընդունեք, եթե հարցեր ունեք, ձեր հարցերի միջոցով հղկեք, օգնեք մեզ հղկվելու, լսեք մեզ, որ ինքներդ հղկվեք եւ այլն։ Փորձենք, ժողովուրդ, պետք է փորձենք մենք գտնել այն ճանապարհները, որը մեզ կհամախմբի ու կմիաբանի։ Եկեք փորձենք ոչ թե մեկ անձի գլխավորությամբ, այլ համընդհանուր, համատեղ։ Փորձենք գնանք ոչ թե անձի հետևից, այլ ծրագիր գաղափարների հետևից։ Ժողովուրդ ջան, փորձեք գոնե մեկ անգամ ծրագիր գաղափարը ընդունեք որպես հիմք ձեր քաղաքական կամ քաղաքացիական բարքատարով։ Գոնե մեկ անգամ փորձեք ծրագիր գաղափարը ընդունել, ոչ թե անձը։ Որ մեկի ցավը ինչքան ուզում եք տարեք։ Միան ձեր ցավը ոչ մեկ չի տանելու։ Ձեզից բացի ձեր ցավը մենակ դուք եք տանելու։ Հիմա այստեղ այն հարթակն է, որ համատեղ կտանենք մեկս մյուսի ցավը։ Համատեղ։ Շնորհակալություն, ուսում եմ պատասխանեցի։ Տեխնիկական մի հատ խնդիր կա, ես հիմա մի վայրկյան ներողություն խնդրում, տեսա խցիկը մի 2 րոպեով անջատեմ, մի հատ հետո կմիացնեմ, լավ։ Լսում եմ ձեր հարցը, ասեք։ Հիմա ասեմ։ Անցած եթերում դուք նշեցիք, որ ձևավորվել է կադրային վարչություն եւ բոլոր պաշտոնները անցնելու են քննական փուլով։ Հիմա դուք նշում եք, որ գերատեսչական բոլոր մարմիններում հանվում է առաջի օղակները եւ իրանց փոխարեն բերում է տվյալ գերատեսչական մարմինում հեղինակություն ունեցող եւ երկարաժամկետ աշխատողներին որպես ղեկավար։ Հարցս նրանումն է, տվյալ ղեկավարը երբ որ կոմիտեն ձևավորի ազգային ժողովը եւ սահմանադրությունը, տվյալ ղեկավարը ձևավորումից հետո ինքը քննական փուլով անցնելու է թե ոչ, նա ժամանակավոր է աշխատելու միջև քննական փուլը, անցնելու է նա քննական փուլով թե ոչ։ Շնորհակալություն պատասխանի համար։
Այո, իհարկե բոլոր կառավարության անդամները, թե ազգային ժողովը, այս ընտրությունից հետո մենք մեզ համարելու ենք, որ մենք ժամանակավոր ենք, մինչև նոր համանության ընդունելը, բոլոր անխտիր բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն հետագայում կարող են մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, եթե իրանք այդ քննական process-ի չափանիշներին համապատասխանում են։ Այսինքն կրթություն, այսինքն պաշտոնների համար, հատուկ պաշտոնների համար աշխատանքային փորձ, հատուկ պաշտոնների համար ազգային անվտանգության կողմից անցկացված որոշ պրոցեդուրաներ, հասկանալու ագենտա թե ագենտ չի եւ այլն, որովհետեւ այսօր մենք մեր երկրում ունենք այնքան շատ ագենտներ, այնքանի շատ մենք պիտի կարողանանք դրանցից էլ մաքրվենք։ Այսինքն հատուկ պաշտոնների շեշտում եմ, ոչ բոլոր պաշտոնների համար, հատուկ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Միանշանակ ժամանախարարները, որոնք միջ սահմանադրության փոփոխությունը կղեկավարեն նախարարությունները, նրանք նույնպես որպես ոնց որ բոլորը կարող են մասնակցել քննական process-ին, հաղթել եւ նորից մնալ որպես նախարարի պաշտոնում։ Կարող են թե պարտադիր պիտի մասնակցեն։ Չէ, գիտեք, պարտադիրը մի բան է, որ դու մարդուն պարտադրում ես անի ինչ-որ մի բան, իսկ մենք դրա իրավասությունը չունենք։ Անձին պարտադրեն կատարելու ինչ-որ մի քայլ։ Դա արդեն իր հոժար կամքն է։ Չէ, մենք իրավասություն չենք ոչ մեկին պարտադրել։ Չէ, մենք երևի ճիշտ չհասկացանք։ Հիմա ասենք գյուղ նախարարին հանել ենք իր տեղակալներով, հա, կոմիտեին։ Եթե կոմիտեն համարվում է որպես ժամանակավոր կառավարություն, հանվում է գյուղ նախարարը իր տեղակալներով, առաջի օղակը։ Ինչ որ մի վարչության պետ գյուղ նախարարությունում հեղինակություն է եւ երկար տարիների փորձ ունի աշխատանքային։ Նրան նշանակվում է ժամանակավոր գյուղ նախարար։ Սահմանադրությունը ձևավորելուց եւ ազգային ժողովը ձևավորելուց հետո ժամանակավոր նշանակված գյուղ նախարարը կադրային վարչությունում քննություն տալու է, թե նա մնալու է որպես գյուղ նախարար։ Հարցս դրանումն է։ Հա, ոչ միայն քննություն է տալու գյուղնախարարը, օրինակի համար ամբողջ ոլորտը, ամբողջ այսօր ներկա գտնվող բոլոր աշխատակիցները սկսած հավաքարարից, ամբողջ ոլորտը, որովհետև այս ոլորտերի մեջ այնքան խնամի բարեկամական հարաբերություններով մարդիկ են ներգրավված, որ մեծամասնությունը պրոֆեսիոնալ չեն, մենք պիտի հայտնաբերենք այդ մարդկանց, թե չէ։ Այսինքն բոլորը պարտադիր պիտի անցնեն նոր քննական պրոցեդուրա։ Բոլոր ոլորտները, բոլոր նախարարությունները պարտադիր։ Հա, իմ հարցը դրանումն էր վերաբերվում, որ այն ժամանակավոր, որոնք որ նշանակված են ժամանակավոր, նրանք պարտադիր պետք է անցնեն քննություն։ Հասկանալի է, շնորհակալություն։ Բոլորն անխտիր, ես եմ շնորհակալ, բոլորն անխտիր։ Բոլոր ավականից սկսած, մինչև նախարար։ Մեկ անգամ եւս կրկնեմ, որ դա մեր տեսլականն է կոմիտեի նիստի ժամանակ, երբ որ կընդունվի ընդհանուր արդեն գլոբալ ծրագիրը, կոմիտեի ծրագիրը, այնտեղ կարող է կատարվել որոշակի փոփոխություններ, դա արդեն հետո կներկայացնենք հանրությանը։ Սա ինչի մասին մենք հիմա խոսում ենք, սա համայնքական միաբանություն, քաղաքական նախաձեռնած ծրագրերն են, մշակած ծրագրերն են, որը հետագայում կներկայացվի կոմիտեին, կոմիտեն արդեն իր փոփոխությունների հաղթումները անելուց հետո կամ իրենց ծրագիրը ներկայացնելուց ընդհանուր ծրագրային բախումի արդյունքում կստեղծվի մեկ ծրագիր, որը եւ կոմիտեի բոլոր անդամները պարտավոր կլինեն ստորագրելու եւ անցնել գործողությունների։ Եվս հարցեր կան։ Հարցեր կան, Ժողովուրդ ջան։ Եթե հարցեր չկան, խնդրենք մեր պարոն Վլադ Գալստյանին ներկայացնելու այն, ինչ որ ուզում էր ներկայացել։ Խնդրեմ պարոն Գալստյան, լսում եմ ձեզ։ Հա, ես կարող եմ կարդալ, կարող եմ եւ անես պատմել, բայց կարդամ ավելի լավ կլինի։ Մարդկության համար այժմ արկային չլուծված բազմաթիվ
խնդիրներ, թաքնված խնդիրներ, երկրագնդի էկոանվտանգությունը, ատոմային պատերազմների բացառումը, ցեղասպանություններ, առհասարակ պատերազմներ, կյանքի միջին եւ ակտիվ տևողության տասնապատիկ բարձրացումը, գիտելիքների եւ հմտությունների փոխանցման գենետիկ մեթոդը, եվգենիկան, էկոգյուղատնտեսությունը, ֆաունայի, ֆլորայի էկոբազմազանության ամփոփումը իր արյալում, այդ թվում եւ ազգերի համար, եւ ինչքան գումարներ են ծախսվում ամեն խնդիր լուծելու համար, որոնց մի մասը կամ կարևոր անվտանգային մասը չի լուծվում, որի պատճառով մարդիկ տառապում են գնալով կործանում դեպի անորոշ ապագա։ Այս ֆոնի վրա ձևակերպեմ հարցը. արդյոք կարող են կազմել այս թվարկած եւ մյուս խնդիրների հերթականության ցուցակը ըստ կարևորության։ Ամենակարևոր պահն է սա, որ ըստ կարևորության այս ցուցակից հերթականության հարցը։ Դա շատ դժվար աշխատանք է։ Իսկ ինչի համար է անհրաժեշտ այդ ցուցակը իր փաստարկված հաջորդականությամբ։ Երևի կռահում եք, որ ինչքան ցուցակով վեր բարձրանանք, այնքան հեշտ կլինի գտնել մեր կյանքի ալգորիթմը։ Այսինքն, եթե գտնում ենք համար մեկ հարցը, որն է եւ լուծենք այն, ապա մնացած բոլոր խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն։ Հենց դա կյանքի ալգորիթմը կլինի, այսինքն մենք սկզբի հարցը որ գտնենք, լուծենք, նրանից հետո մնացածը կլուծվեն։ Մտորումները ինձ հանգեցրել են, որ այդ համար առաջի հարցը դա պետությունների կառավարման նոր համակարգն է, որը նստած է լինելու 4 սյուների վրա՝ ազգային, արդարության, արդյունավետության եւ իմաստավորվածության վրա, կառավարում է այս 4 սյուների վրա, որը դեռ չունի մարդկությունը։ Թվարկած բոլոր խնդիրներից ամենակարևորը պարզվեց, որ նոր կառավարման համակարգն է, որը գտնելու ու ձևակերպելու համար անհրաժեշտ են միջոցներ, որտեղ այդ ցանկացած մնացած բոլոր խնդիրների համար գումար հատկացվում է, նրանց համար տեղեր հատկացված է, կազմակերպություններ ստեղծված է, բայց այս մեկը, որ ամեն ինչի սկիզբն է, ամեն ինչի ծնողն է, դրա մասին չեն մտածում, դրա մասին գումար չի դրվում, դրա մասին չեն էլ գիտակցում, որ դա պետք է։ Հիմա մենք փաստորեն այդ համար առաջին հարցով ենք զբաղված։ Ու եթե կան մարդիկ, ուժեր, կազմակերպություններ, որոնք այսքան բանը կգիտակցեն, որ սա իրոք այսպես է, նրանք կարող են օգնել այդ կառույցին, որ մենք անենք այդ առաջի հարցի լուծումը, տանք այդ առաջին հարցի լուծումը, դա պետք է ոչ միայն Հայաստանի, այլև մարդկության համար, որտեղ դա համաշխարհային խաղաղություն է նշանակում, դա նշանակում է ամբողջ քաղաքակրթության նորմալ ապագա եւ այլն, որովհետեւ եթե ամեն երկիր կառավարի իր ժողովուրդը, ոչ մի ժողովուրդ չի ուզենա դիմացինի հետ պատերազմի, չի ուզենա ոչ ինքը զոհվի, ոչ իր երեխեն։ Հետևաբար նա կգտնի լուծում իր խնդիրները իր դարավոր թշնամիների հետ լուծելու։ Դա կոչվում է փափուկ պատերազմ, ձևերը կան։ Ընդամենը պետք է սկսել։ Այդքան բան էի ուզում ասել։ Շնորհակալություն, եթե մեր նոր պետական կառավարման մոդելի մասին մենք խոսում ենք, դա հենց ձեր ասած 4 սյուներն են։ Արդարությունը դա այն է, որ քննական process-ով, արդար ճանապարհով ամեն մարդ ըստ արժանվում գնահատվում է եւ նշանակում է պետական կառավարման ապարատում, հայ ըստ պաշտոնների։ Երկրորդը մեր ծրագրերում նոր պետական կառավարման մոդելի մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրականում տալիս ենք տերը լինելու իր պետությանը եւ պետականությանը եւ դրա համար ինքն է որոշում օրենքների համապատասխանելությունը իր երկրում, դրա համար հանրային քննարկումների ժամանակ իրենք դեմ քվեարկության միջոցով կարողանում են փոխել էականորեն փոխել երկրի օրենսդրական միջավայրը։ Այն մի երկուսը որներ, մեծ երկուսը կկրկնեք։
Սիմon Գարուսյանն երկուսն էլ մի հատ կրկնեք էլի։ Հա, մյուսը արդյունավետությունն է, դե բնական է, որ եթե ծրագիր է կազմվում, հսկվում է բան նորմալ, ինքը ամենամեծ ուղղություն արդյունավետությունը։ Այո, արդյունավետ։ Բարձր արդյունավետությամբ Եկեք հերթով, աշխատելու։ հա։ Հիմա արդյունավետության մասին էլ խոսեմ, հետո վերջին եք ասեք։ Արդյունավետությունը, եթե պետական կառավարման ապարատը սկսեց աշխատել որպես մեկ շղթայական մեխանիզմ ու ամեն մի շղթայի մի օղակ ինքը շատ ամուր կպած է այն մյուս օղակին, դա երբևիցե չի կարող արդյունք չգրանցել։ Եթե պետական կառավարման ապարատում բոլորը պրոֆեսիոնալներ են, դա անհնարին է արդյունք չգրանցվի, մասնագետները չեն կարող արդյունք չգրանցել, արդյունք կարող են չգրանցել ոչ մասնագետները, հա, սխալվեն ստեղ, սխալվեն այնտեղ։ Բայց եթե մարդը ունի իր թիկունքում արդեն երկարամյա փորձ, նա այդ սխալների մեջով արդեն անցել է։ Ոստեղ արդյունավետությունը չեմ կարծում, որ ինչ որ մի կետում կարող է մի փոքր թեկուզ կաղա։ Եվ վերջինը որն էր։ Որ իմաստավորված կառավարում լինի։ Իմաստավորված իր նայեք, եթե դուք երկրի կառավարումը բաժանում եք 4 մասի, այսինքն նախագահ ազգային անվտանգության խնդիրներով եւ արտաքին հարցերով, այսինքն սա մի կառավարման ձև է, իր վրա մնացած խնդիրները չեն բարդվում իր մարդու գլխին, ինքը ունի իր ուղղվածությունը եւ այդ ուղղվածությունը աշխատում, մնացածի խնդիրները իր մոտ չի գալիս, հա, ինքը ունի իր ճանապարհը։ Վարչապետ, որը զբաղվում է ներքին խնդիրներով, այսինքն էլի արտաքին խնդիրներ, արտաքին ճնշումներ եւ այլն չի գալիս վարչապետի վրա, նա արդեն իր գլուխը հանգիստ աշխատում է մենակ ներքին խնդիրները լուծելով, ու օրենսդիր մարմին, որը այս ողջ երկուսի համար ստեղծում է պայմաններ, որպեսզի իրենց աշխատանքը լինի արդյունավետ, եւ 4-րդը դա դատաիրավական համակարգն է, որը վերահսկում է օրենքների համապատասխանելիությանը սահմանադրության եւ նրանց կատարվելու process-ները, այսինքն դատաիրավական համակարգը այս 3-ին է վերահսկում, հա, ինքը արդեն դուրս է գալիս, որ մի հատ մարմին է դառնում, որտեղ մեկը մեկի վերահսկող օրգաններ են, ու այդ վերահսկողության արդյունքում մենք ստանում ենք մի պետություն, որը չի կարող երբևիցե իր ուղեցրից դուրս գա։ Մեր առաջարկած ծրագիրը ձեր ասած 4 մոտիվների կոնկրետ կրողն է։ Հա, այդպես է։ Բայց ես հետո կներկայացնեմ Չէ, ճիշտ է, համաձայն եմ, այդպես էլ պետք է լինի, հա։ Ուղղակի ես հետո կներկայացնեմ մի այլ տեսակետ հետո, մի ուրիշ շարմարոր, էլի։ Ես մի հատ դրանք իմ մոտ կսևագրեմ, որ ներկայացնեմ մի հատ ուրիշ համակարգ, որը ավելի ըստ ինձ, ավելի արդյունավետ է ելնելու։ Խնդրեմ, իհարկե, սա բացարձակ է, բոլորը կարող են արտահայտվել, ներկայացնել այս ծրագրերը, քննարկման արդյունքում լավ ու վատ կողմերը կհասկանանք, միգուցե ավելի լավը լինի, քան թե այն ինչ որ մենք ենք առաջարկում, մենք վերափոխվենք, դա խնդիր չկա։ Մենք այդտեղ խնդիր չունենք, այնիշի որ մերն է, ուրեմն ամենալավն է։ Դրա համար մենք միշտ շեշտում ենք կոմիտեն, երբ արդեն կստեղծվի, կոմիտեն արդեն այս ծրագրին կտա հղկում կամ գլոբալ լուծում։ Շնորհակալություն։ Այլ հարցեր ունեք, Ժողովուրդ ջան։ Եթե այլ հարցեր չկան, եկեք այսքանով սահմանափակվենք, համարյա ժամ 25 րոպե սորելի մեր եթերը ընթացավ։ Փորձեցինք ներկայացնել Հայափրկության կոմիտեի ձևաչափը, մեկ անգամ եւս ուզում եմ կոչով հանդես գալ մեր հանրությանը եւ մեր քաղաքական ակտիվիստներին, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան այս process-ներին, այս գործընթացներին, հավատացնում եմ ձեզ բոլորիդ, որ այս երրորդ ուժը, այս պրոյեկտը, որը մենք այսօր ներկայացնում ենք, միանշանակ հաղթող եւ հաղթանակող ուժ է, որովհետեւ իր ձևաչափը այնպիսին է կառուցված, որը
կախյալ մարմին չի ու անկախ մարմինը երբևիցե չի կարող հաջողության չհասնել։ Խնդրում եմ բոլորին վաղը 22-30 րոպե միանալ մեր այս տելեգրամյան հարթակին, ամսու 8-ին վաղը, մենք գրեթե ամեն օր ենք քննարկում ծավալում, միացեք, որքան շատ լինի մարդկանց քանակը, այնքան բնականաբար շատ կլինեն հարցեր եւ պատասխանները եւ հարց ու պատասխանի արդյունքում ավելի մատչելի կլինի ծրագրերի մասին գաղափար եւ գաղափարախոսությունը տեղ հասցնել լայն հասարակությանը։ Շնորհակալ եմ բոլորի մասնակցության համար, հուսով եմ կհանդիպենք վաղը նույնպես, միշտ նոր հանդիպում, շնորհակալ եմ։ Ազատ ջան, եթե առաջարկենք մի քիչ ժամ չսկսել, դժվարություն կա տեղ։ Դժվարությունը կայանում է նրանում, որ մարդիկ չեն միանում, հարմար չի, մեկ աշխատանքի է, սփյուռքից է դժվար միանում։ Դրա համար ուզում եք ժամը 6-ից սկսենք, մեկ այլի մարդիկ միանալու են 10:30-11-ին։ Երբ ուզում եք սկսեք, մարդիկ միանալու են 10:30-11-ին, իսկ մեր ֆորմատը հարց ու պատասխանի ֆորմատ ենք ընտրել ինչի համար, որ ուղղակի սովորական մարդը, որը որ քաղաքականության հետ կապ չունի, գաղափար չունի քաղաքականությունից, գաղափար չունի տնտեսությունից, այսինքն մի բան է հետաքրքրում, այդ հարցը կարողանա ուղի հարցի պատասխանը ստանա ու նման մեծ տոկոս կա մեր հասարակության մեջ, որոնք նման ձևաչափով են հասկանում խնդիրը եւ խնդրի լուծման պարագաները։ Դա շատ կարեւոր է ու դրա համար մենք փոքր ուշ ենք սկսում, որպեսզի շատ մարդ կարողանա միանալ։ Եթե կլինեն առաջարկություններ հայրգելի այնակիցներ շուտ սկսելու եւ պատրաստակամություն միանալու, իհարկե մենք շուտ կսկսենք, որ ժամին կամենակ։ Մեր ամբողջ գործառույթ ու գործունեությունը նվիրված է այդ ծրագրերին, այնց որ ցանկացած ժամ, ցանկացած օր մենք կարող ենք դա իրականացնել։ Ուղղակի պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ 10:30 են նոր կարողանում միանալ, հիմա ժամը 12:07 րոպե, հեսա մի 20 րոպեից ավելի շատ մարդ կմիանա։ Ընդհակառակը, ինչքան ուշ է սկսում, այնքան շատ մարդ է գալիս։ Եթե հիմա մենք վաղը կստանանք հայտեր, որ մարդիկ պատրաստ են միանալու, բայց սկսենք եթերը ժամը 6-ին, մենք հայտարարություն կտարածենք եւ ժամը 6-ին կսկսենք։ Օրինակ եմ ասում։ Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Բարի գիշեր։ Ինչևից է հարգանքներս, մեկ անգամ եւս շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։